Ահա, գնացինք ժողովուրդ ջան, Docker-ը դե այսօր անցնում ենք ուրեմն Docker file, հա, так, ուրա ստե մի հատ նկար ունեմ Docker file-ը ինչ է։ Այն վաղ մենք օրինակ ինչ որ Docker container, որ ուզում ենք run տանք, հա, գալիս ենք Docker hub, ստե Docker hub, մտնում ենք, ուստուց օրինակ ուզում ենք Nginx-ի container-ը մեր մոտ run տանք, կոդի տանք, որ աշխատի։ Այս իր image-ն է, հա, image-ը blueprint է, այսինքն տեսակ է, էլի template է կոչվում, ինքը stop վիճակում է, ինքը կոպիտ ասած ձեր նկարագիրն է, հələ run վիճակում չի, ոնց որ էդի, եթե դուք ուզում եք run անեք, run անելուց հետո ինքը container է դառնալու։ Հիմա գալիս ենք, մի հատ ստտենանք ինչ image-ներ ունենք, Docker images, так, մի հատ ունենք, էսի տեստվի, ես ստուգել եմ տենամ իմ Docker-ը աշխատում է, թե չէ։ Բերեք, էսի Docker pool, էսի վերջի ոնց որ տարբերակն է, հա, Docker pool, Nginx stable tricks-ի։ Բարև ձեզ։ Հա։ Ժողովուրդ, հիմա բերեք էսի ջնջենք, հա, ասենք Docker pool, Nginx պրոստը անենք։ Հիմա ինքը այդմա Docker hub քաշում է մեր image-ը։ Ստե ուշադիր եք, image-ը որ քաշում է, բաղկացած է layer-ներից, հա։ Այսինքն տարբեր մակարդակներ կա։ Հիմա օրինակ մեր օպերացիոն համակարգը ենթադրենք, որ աշխատում է, պատկերացրեք կա ծրագրերի մակարդակ, որտեղ օրինակ Google Chrome-ն է, օրինակ չգիտեմ, PDF-ի այդ ծրագիրն է, կամ docx-ն է, կամ եւ այլն, այսինքն դրանք մի մակարդակում են։ Կա օրինակ ծրագրեր, որոնք սպասարկում են hardware-ը, հա, օրինակ, չգիտեմ, ինչ որ բաներ են անում, որ մեր hardware-ը ճիշտ աշխատի։ Հիմա նույնն է Docker image-ն է, ինքը ունի layer-ներ։ Հեսա շուտով կհասկանանք այդ layer-ները ինչ է։ Layer-ները pool է անում, քաշում է, ու հիմա մենք ստե ունենք Docker images։ Ահա։ Nginx latest, էսի իր ID-ն է, էսի ինչքան տեղ է գրավում։ Так, էսի size, disk usage-ը հասկանանք, ինչ որ content size, երևի ինչա պարունակում, ու եւ այլն, բայց մեզ ոնց որ եթե ուզենանք կարող խորանանք, մեզ պրոստը պետք է իմանանք, որ այս image-ը ունենք։ Հիմա ոնց ենք իրան run տալի, իրան run ենք տալի Docker run, այսինքն container ենք ուզում run տանք, տալիս ենք -d, այսի կոչվում է detach mode, հա, detach mode-ը ինչ է, եթե ես -d չնշեմ, ինքը այս մեր տերմինալը կաշխատի, բերեք օրինակը բերեմ, դա Docker run, ու նշում եմ Nginx-ի օրինակ այս ID, հա, так, մեկ վայրկյան, այնեք port-ն է նշեմ, որ port-ի վրա ինքը պետք է աշխատի, 80, ահա, ու նշում եմ այս ID-ն, Հիմա ես ասում եմ Docker վերցրու այս image-ը, աշխատացրու իրան, սարքի իրան running, ինքը պետք է աշխատի այս port-ի վրա, էսի մեր Linux-ի port-ն է, որը ես հենց հիմա օգտագործում եմ, էլի, այս իմ Linux-ի, այս էլ այս Nginx-ի իրա port-ն է, որը Nginx service-ը աշխատում է by default-ով 80 port-ի վրա, հա, ու enter ենք տալի, նայեք, հիմա ինքը աշխատեց, բայց ես ստե չեմ կարող արդեն ուրիշ հրաման կատարեմ, հա, իմ տերմինալում, որտեվ եթե ես ուզենամ ինչ որ հրաման կատարեմ, այս process-ը պետք է կտրեմ, ոչնչացնեմ, բայց եթե այս process-ը ես ոչնչացնեմ, ոնց որ բան է լինելու, մեր Nginx-ը էլ չի աշխատի, վերեք հիմա գանք ստե, հավաքենք
localhost, հա 8080, հեսա, այսի մեր Nginx-ն է։ Իրականում ինքը աշխատում է կոնտեյների մեջ 80 պորտով, բայց քանի որ ես դե redirect եմ արել, հա, ոնց ասեմ, ոնց որ այս սենյակը լինի ասենք 15 համարի, հա, բայց ինչ որ մեկի անունը, օրինակ չգիտեմ, Արմեն Խաչատրյանի անունը։ Ասես, դու ասես, եթե դիմում եք Արմեն Խաչատրյանին, դուք գնացեք 15 համարի սենյակ, հա, մտեք։ Հիմա նույն բանը ես եմ արել։ Ստե իմ Linux-ի 8080 պորտին դիմել եմ, ինքը redirect արել բանի Docker-ի կոնտեյների 80 պորտին։ Նայեք, հիմա ես Ctrl+C եմ անում, մեր process-ը կտրում եմ։ Հիմա մի հատ refresh եմ անում, всё, մեռավ։ Այդ դրա համար ես գալիս եմ, ստե ավելացնում եմ -d detach։ Всё, հիմա ես կարող եմ ստե աշխատեմ։ Մի հատ եմ refresh անում, էլի կա։ Так, հիմա որ սենց անենք docker ps, այսի տեսնում եք մեր կոնտեյները։ Մեր կոնտեյները ID-ն, image-ը, երբ է ստեղծվել, в общем, ստատուսը 12 վայրկյան up-ը, պորտերը, տեսեք, հեսա գրած է, օգտագործում է մեր Linux-ի 8080 պորտը, գնում է կոնտեյների 80 պորտին։ Այսը ինչ որ պատահական սենց ասած ճակերտավոր ածական է տալի։ Հիմա նայեք ժողովուրդ ջան, քանի որ դուք ծրագիր եք գրելու, հա, օրինակ դուք չէ, ծրագրավորողները ծրագիր են ինչ որ գրում, շատ ժամանակ օրինակ այդ ծրագիրը ոնց որ սպասարկելու համար կարող է դու Docker Hub-ից image չճարես, հա, կամ ինչ որ image ճարես, բազային image, ու այդ բազային image-ի վրա ստեղծես քոնը, ոնց որ ես քաշեցի, հա։ Ոնց է դա ստեղծելու։ Բերեք նախ Էդի ստեղծելու համար կոչվում է, ասենց հասկացողություն կա, կոչվում է Dockerfile։ Ստե ինստրուկցիաները դու գրում ես, հեսա կգրենք մենք։ Դու իրան build հրաման կա, Docker build ես անում, ինքը ստեղծում է image, հա։ Հասկանալի է, չէ՞, մասը։ Ինքը ստեղծում է image, որը մենք քաշել ենք, ուրեմն տակ որը մենք քաշել ենք Docker Hub-ից, այս տուց։ Օրինակ Nginx-ը կամ ուրիշ image-ներ, հա, որը որ ուզեք, ստե կարաք poist-ի տղա, ինչ ասես գրեք, ձեր ուզած image-ը կբերի։ Հիմա մենք պետք է ստեղծենք ոնց որ մեր image-ը, հա։ Դրա համար եկեք ուրեմն ստեղծենք так, ստե ես մի հատ Dockerfile folder եմ ստեղծել ChatGPT-ից եմ օգտվել, քանի որ մենք էլի ոնց որ սովորում ենք, հա, մեր համար այդ է հիմա էականը, նախ այսի ես ինչ որ Python կոդ եմ, մի ֆոկուսել եք Python կոդի վրա, այդի в общем կապ չունի, էլի, ներկա պահին։ Գրենք app.get.py, հա, так, ստե paste անենք մեր Python կոդը save անենք։ Python կոդը նաև ունի requirements, բերեք այդ անենք requirements.txt, այդ եսա կասեմ ինչ է։ Requirements.txt։ Requirements.txt-ն ժողովուրդ, էդի ոնց որ դուք ձեր ծրագիրը գրում եք, ասում եք ինքը պետք է կախված լինի ինչ որ բանից, հա, օրինակ ինչ որ մոդուլից։ Կամ չգիտեմ, ստե Flask-ն օրինակ։ Ինքը այդում է ոնց որ այդ dependency-ները քաշում է, հա, քաշում է ու բերում է ձեր ոնց որ ծրագիրը աշխատացնում է։ Տենանք ստե ինչ էր ասում, ուրեմն Dockerfile, так, org.dir, copy, մի հատ էսի ստե գցենք app դիրեկտորիայի մեջ, մեր application-ի դիրեկտորիան է։ Move, այսա move։ Ստրուկտուրան, так, լավ։ Նայեք, Docker file-ը սենց անեմ, ինքը հենց կոչվում է Docker file, վերջ։ Հենց սենց է կոչվում։ Սենց անեմ, այսի copy անեմ, հա, ու հերթով
բացատրելով գնա։ Հիմա նայեք, մեր Docker image-ը պետք է կոպիտ ասած ունենա ինչ-որ չակերտավոր օպերացիոն համակարգ, որտեղ աշխատի։ Բայց օրինակ Python-ի համար պետք է մի հատ այնպես բան, հա, օրինակ էսի Python 3.12 լինի։ Էսի կոպիտ ասած ինչ-որ հատուկ image-ը, հա, բազային image-ը, որը ինքը այդում քաշում է, որը հատուկ նախատեսված է Python-ի համար։ Ստեղ կան մինիմալ ծրագրերը, հա։ Օրինակ, եթե ստե ես գրեի Ubuntu, հա, իմը Ubuntu-ն է, իմ օպերացիոն համակարգն է Ubuntu։ Ինքը այդալու էր քաշել Ubuntu-ն, բայց Ubuntu-ի մեջ լիքը այլ ծրագրեր կարող լինեն, հա, լիքը այլ process-ներ, որոնք մեզ պետք չեն տվյալ բանին։ Դրա համար ինքը ոնց որ կա, օրինակ հատուկ վերսիա, որը ինքը այդում քաշում է։ Օրինակ բերեք էսի sense copy անենք, գանք, так, Docker Hub, enter տանք։ Ստե իրականում կա ժողովուրդ, ինքը գալիս է այս վերսիան ստուծակաչում։ Ինչ որ բազային վերսիա է, որը հատուկ Python-ի համար։ Օրինակ որ մենք ենթադրենք Ubuntu քաշենք, դու կարաս Ubuntu-ի մեջ օրինակ Python տեղադրես, Java տեղադրես, չգիտեմ, տեղադրես այլ ծրագրեր, բայց դա մեզ պետք չի, որովհետև հիմա եթե մենք Python application ենք, հա, run տալու մենք խի այդանք ավելորդ բաներ քաշենք։ Մեզի ոնց որ Python-ը պետք։ Ստե environment variable-ները հայտարարում, հա, այսի կոչվում է env instruction։ Սրանք instruction-ներ են, առաջին instruction-ը from-ն է, օրինակի համար։ Բերեք, եթե մենք ստե օրինակ ես ինչ որ բան չիմանամ, կարանք ստուց refer անենք։ Օրինակ հիմա env-ն եմ ուզում հասկանամ ինքը ինչ է։ Так, env-ն environment, հա, բայց սենց անենք docker file tutorial point։ Հանգստը։ Էսի լավ սովորելու տեղ է։ env հեսա գրած է։ The env instruction is this command defines environment variables within container։ Այսինքն container-ը ստեղծում է իր մեջ environment variable-ը։ Բանը environment variable գիտեք ինչ է։ Environment variable ժողովուրդ, ուրեմն ինչ որ sense ասած variable, ասենք օրինակ так, ոնց բացատրենք, հեսա հասկանանք։ Տարբեր միջավայրեր, staging, maker production, հա, environment variable-ները առանձնացնում ենք յուրաքանչյուրի global փոփոխական որ անհրաժեշտ են ինչ-որ կարևոր նայեք, հեսա Linux-ի վրա բացատրեմ։ Linux-ի վրա կա հրաման env։ Այսի բերում է մեր environment variable-ները, հա։ Նայեք, ստե path variable կա, հա, անունը path է կոչվում, հեսա։ Հիմա ես օրինակ գրում եմ echo, հա, ու սենց եմ անում path։ Ես կանչում եմ այս environment variable-ը, ուզում եմ տենամ ինքը ինչ variable-ը ինչ անուն իր պարունակություն, հա, իր արժեքը։ Ինքը ունի սենց արժեքներ, հեսա կասեմ իսկան։ Նայեք ժողովուրդ, USR local SB, էսի folder-ը, հա, էսի copy ենք անում cd, գալիս ենք ստե տեսնում եք նույն folder-ը կա։ Էսի folder-ը, folder-ներ եւ այլն, հա։ Հիմա օրինակ դուք ինչ որ հրաման եք հավաքում, ասում եք ls։ Էսի ls-ը, ուրեմն Linux-ը գալիս է ստե այս դիրեկտորիաներով մտնում է, այս folder-ներով, հա, քանի որ ինքը path variable-ում է։ Մտնում է այդտե, ման է գալի ու ինչ որ folder-ում ինքը գտնում է ls հրամանը ու կատարում է, հա։ Օրինակ which ls։ Տեսեք, ինքը usr bin ls-ում է։ Հիմա տենանք ստե usr bin ls-ը ունենք, թե չէ։ Պետք է որ ունենանք։ Так, usr local sbin, usr local bin,
USR-bin, так, USR, բայց խիչ ունենք, մի վարկյան, так, պետք է որ ունենանք, USR-bin, հասկանանք խիչ ունենք, իրականում պետք է ունենանք, this part not visible in path env. Так, location of directory's path. Something. USR-bin. Так, ստե USR-bin ունենք, մենք ես չեմ ջոգում, USR, հա, կներեք, այսա, տեսեք ունենք, ես չտեսա, այսա, ունենք իրականում, հա, ինքը գալիս, հա, սենց հերթով մանա գալի, տեսնում է ստեկա, կանչում է, օգտագործում է այդ հրամանը ու ստոպ է տալու, այսի environment ոնց որ variable է, այս էլ է environment variable, հիմա դու կարաս քո ծրագրերով folder ստեղծես, որպեսի ամեն անգամ քո ծրագիրը չգաս folder-ը գրես, սենց /path, չգիտեմ, folder, եսիմինչ, դու բերելու ես գցես հետի path-ի մեջ, հա, նույն էլ environment variable-ը պատկերացրեք ոնց որ ենթադրենք, օրինակ ձեր շենքը ինչ որ հասցե ունի, ասենք Արամ Խաչատրյան 15 եւ այլն, բայց ըտե ինչ որ բան կա, հա, ասենք ինչ որ խանութ կա, ասում են այս ինչ բանի մոտի ոնց որ շենքը, հա, պատկերացրեք environment variable-ը ոնց որ տենց մի բան է, так, առաջ գնանք, հա, հուսով եմ հասկացաք, work-dir, հա, working directory, այսի ինչ անում, այսի աշխատանքային folder-ը ստեղծում container-ի մեջ, ասում է container-ի մեջ dash app folder-ը քո աշխատանքային միջավայրը ոնց որ folder-ը սարքի, ինչ անում, ասում է copy, ուրեմն նայեք ժողովուրդ, այսի copy-ն, так, copy-ն վերցնում է այս requirements txt-ին, հա, ես իրականում իզուր եմ երևի գցե app folder-ի մեջ, բայց հեսա կտենանք, եթե error-ը հետ կբերենք, վերցնում է այս requirement txt-ին ու գցում է docker image-ի մեջ, հա, մեր local, ուրեմն Linux-ից գցելու է image-ի մեջ, մի քիչ սենց անենք, run, քանի որ այս image-ները իրանք սենց ասած չակերտավոր Linux հրամաններ են կատարում, Linux based են, հա, run-ը ժողովուրդ, նշանակում է պրոստը կատարի այս հրամանը, օրինակ, եթե մենք ուզենք ստե ls հրամանը կատարենք, մենք սենց ենք անելու, run ls, հա, եթե մենք ուզենք այլ հրաման կատարենք, օրինակ pvd, հա, print working directory, այս հրամանը, թե մենք որ folder-ում ենք գտնվում, մենք պրոստը հավաքելու ենք run, run-ը նշանակում է, երբ որ դու քո docker ֆայլից ստեղծում ես docker image, դու այդ հրամանը կատարի, copy, էլի copy արա, app get-py-ը, այսի, մեր էլի docker ֆայլի, docker image-ի մեջ, հա, երբ որ docker ֆայլը աշխատացրել ենք, նախ էսի, տեսեք, ստեղ անմիջապես է կանչում, բերեք էսի գցենք, ուրեմն էսի է, բերեք էսի գցենք ստե, էսը գցենք ստե, էս app-ն ջնջենք, գանք docker file, copy արեց, էսի վերցեց, copy արեց, գցեց, մեր ծրագիրը, էլի մեր ծրագիրը, այսի կոդը, վերցեց, գցեց, կետ, այս կետը ժողովուրդ նշանակում է վերցեց, գցեց սրա մեջ, աշխատանքային, ուրեմն դիրեկտորիայի մեջ, այսի կարող է մեկը փորձի ասել ինչա, expose 8000, այն որ ես docker run-ը port-ով
Ռանի է տալի։ Հա, այսի նշանակում է հենց որ այս image-ը, այսինքն image-ը ստեղծիր, եթե դու ուզում ես իրանից կոնտեյներ ստեղծես, այդ կոնտեյները աշխատելու է 8000 port-ի վրա։ Այսի expose հասկացեք port-ն է։ CMB-ն ժողովուրդ, ինչ է նշանակում։ Օրինակ, եթե ստե ես ինչ-որ Python կոդ եմ, հա, ունենում, սենց, ասենք touch app.get.py։ Հիմա ես այս կոդը աշխատացնելու համար ես պետք է Python-ի ծրագիրը կանչեմ։ Օրինակ Python 3 ու գրեմ app.get.py։ Ինքը run ունի, հա, ինքը սկսելու է աշխատացնել։ Այս CMD նույն բանն է անում։ Կոպիտ ասած command, ինչ ես ուզում աշխատի, աշխատացնես Python ծրագիրը ու իրան տաս ոնց որ այս արգումենտը, ոնց որ ես տեղ sense կարամ տա։ Հարցեր կար ինչ որ։ Так. Հիմա բերեք կանք այդ folder, ասենք cd docker նիվարկյան, ես ուսի word եմ գցել ls Так, հա, desktop-ի մեջ է cd docker file, հեսա, իմ նույն բանը ստե է, հիմա ես սենց եմ անում, docker build, ստեղծիր image, հա, մինուս տա, անունն եմ տալի, ասենք օրինակ custom, ենթադրենք իմ image-ը, 8-ի, ու կետ, կետը նշանակում է, որ docker file-ը գտնվում է ստեղ, տվյալ դիրեկտորիայում, հա, կետը նշանակում է հենց ստեղ է docker file-ը գտնվում, տալիս եմ enter, մի բան սխալ եմ արել, так, իշտն եմ սխալ արել, սա մի հատ նայենք ստեղ, docker, control F, docker build, minus D, հա, docker build, ուրեմն հակառակ եմ արել ես, minus D, բայց պիտի լիներ, docker, կաղա, հա, մեծատար եմ հավաքը երևի docker build minus D, custom, ու կետ, Всё, docker-ը մեծատար էր, ինչ որ error տվեց, հա, ինչ որ error տվեց, calculate checksum, տենանք ես error-ը, ինչ է, գանք chat GPT-ով փորձենք տենանք ինքը կլուծի, թե չէ, վերեք մի հատ թազան բացենք, իրականում chat GPT ամենաճիշտը ոնց որ դոկումենտացիա, Google անել դոկումենտացիա գտնել, բայց մենք սովորելու համար ենք անում, դրա համար հասկանանք ստե ինչ ասում, fail to calculate checksum, this means docker cannot find app.get.py in your build context, executing copy, так, այս երևի ես այս ձեր պետք է անեմ, այստեղ, այս ձեր պետք է անեմ, այսի սենց ենք անում, save, ու մենք մի հատ էլ անենք, так, ինչ ասում, չարվելի, app.get.py is not the same directory as docker file, or you are running docker build from the wrong directory, or file name is different, ինչն է different, app.get.py, так, ինչ, տեսի պայմանենք, Что-то подаешь схватчили. Analyze image. I see the issue. From your screenshot, app.get.py docker and docker requirements, your folder is docker file with uppercase.
Now your key question. From which directory you are running your Docker? Մի վարքյան. Ինչ չգինք։ Այսի մեծատառը չէ։ Բայց ես դա մի հատ հետ ls Պատի խնդիր ա ոնց որ բերեք լավ էլ այդ անունը փոխենք էլի Խիա բայց սենց ոնց է սրա բերեք էսի լավ թող մնա ստե սենց անենք սրա անունը գրենք ասենք թե Docker Կանք հիմա մի հատ էլ բացենք մեր new window տանք կանք ստե open folder desktop Docker ու այսի բացենք ստե ստեղծենք app.py ստեղծենք Docker file ու ինչներն է requirements.txt այսի մի քիչ մոտիկացնենք այսի փակենք Так, ստուց այսի գցենք ստե Docker file-ը տեղափոխենք ստե requirement.txt-ին տեղափոխենք ստե այսի save անենք save all այս մեկը փակենք մեզի պետք չի cd docker ls փորձենք նորից հրամանը կատարենք docker մի վարքյան controller docker build տեսեք սկսեց աշխատել ընդ ինչ որ փաթի խնդիր կար հիմա նայեք ինքը layer-ները քաշում ու հերթով ժողովուրդ այստե ես ինչ instruction տվել եմ այստե հերթով կատարում էսի են որ հիշում եք որ ասում էի layer-ներով քաշում էսի այդ layer-ներն է 1 2 3 4 5 6 դուք այստե հետա layer-ները կտենաք հեսա տեսեք 5-րդ ասում է copy app.get.py get.py օրինակ հիմա գալիս ենք ստե հեսա էսի այդ layer-ն Так, layer-ը երևի այս environment-ը կարող է layer չհամարվի, բայց ստե էսա layer-ները, օրինակ եթե ինչ-որ error տենաք, ինքը այդ layer-ում նշում է Հիմա ինչ ենք անում, ժողովուրդ, հիմա հավաքում ենք Docker images ու ինչ ենք տեսնում ենք custom latest, այսի մենք նոր ստեղծեցինք, այսինքն այսի մենք չգնացինք Docker Hub-ից, քաշեցինք, մենք իրան նոր ստեղծել ենք, հիմա իրան ոնց ենք run տալի, հավաքել ենք Docker run, -d -port, օրինակ port-ը նշում ենք ենթադրենք 9000 ինքը էթալ է 8000-ին, այս port-ին ու տալիս ենք իր ID-ն հիմա հավաքում ենք Docker ps ու տեսնում ենք որ ինքը Так, էսի երևի ուրեմն ծրագիրը կատարվում հելնում է, իրան պետքա սենց ongoing process էլի, հիմա դրա համար ես Docker ps-ով չտեսա, բայց Docker ps -on ստե պարտադիր դուք իրան տեսա exit-ը -exit-ը 2 երևի ինչ որ
Էսի լավ մի չկենտրոնանանք սրա վրա, այդ նշանակում է, որ ոնց որ այս ինչ որ բան ենթադրենք ստե սխալ է, էլի կարող է դրա համար ոնց որ չի աշխատում, բայց կարևորը մեզ հասկանալ Docker ֆայլը ինչ է, հա։ Վերեք փորձենք ստուց օրինակներ բերել, նախ գանք ստե, հասկանանք թե Docker ֆայլը ուրեմն ինչ instruction-ներ ունի։ Նայեք, օրինակ from-ը նշանակում է էսի արի օրինակ Ubuntu-ի այս վերսիան քաշի, այսինքն քո ստեղծվող ուրեմն բանը աշխատելու է Ubuntu-ի վրա։ From-ը էդ է նշանակում, հա, նշանակում է բազային image, base image, էդ է նշանակում։ Run-ը ժողովուրդ ջան, էդի ինչ որ հրաման կատարի։ Ինքը նշանակում է, եթե երբ որ դու Docker ֆայլից ստեղծելու ես image, կատարիր ուրեմն այս երկու հրամանները apt-get update, apt-get install, սրանք ծանոթ հրամաններ են, apt-get update ու apt-get install, որ դուք են ծանոթ։ Անցավ դասից։ Так, apt, Այս որ սա բանը apt Linux-ի սովորական հրաման է։ Նշանակում է այս իմ օպերացիոն համակարգը Ubuntu-ի է։ Նշանակում է IC, կոպիտ ասած Ubuntu-ի այդ բազային image Ubuntu-ն է։ Լավ, նայեք, Docker-ում Windows չկա, հա, ասենք Windows-ի վրա ինչ որ բան չկա։ Պատկերացրեք, էսի ոնց որ ասեք from Windows, ինքը դա Windows-ի sense ինչ որ հասարակ վերսիա քաշի բերի, որ օգտագործես։ Ուստի կոպիտ ասած run install արա օրինակ Google Chrome։ Նույն բանը ստե ոնց որ արդեն Ubuntu-ի վրա է անում։ Copy-ն ժողովուրդ ինքը ասում է այս local path-ից, այսինքն local, որը գտնվում է ձեր համակարգչի վրա, դու բան արա, բեր գցի սրա մեջ բանի արդեն ստեղծվող image-ի այս folder-ի մեջ։ Add-ը ստե գրած է link copy, հա, add-ը copy նման բան է, բայց ինքը ավելի կատարելագործված է։ Դու add-ով կարաս բաներից ինտերնետից ինչ որ բան քաշես, բերես գցես քո local ոնց որ Docker image-ի մեջ։ Work zero ժողովուրդ նշանակում է աշխատանքային դիրեկտորիա, հա։ Ինչ է նշանակում, հենց ստե գրած է։ Так, մի վարքյան, գանք այս կողմ։ The instructions set working directory where subsequent commands in Docker file will be executed. Գանք ստե հասկանանք։ Ստե work zero app կետպայինը։ Հիմա հաջորդ հրամանները, որոնք կատարվելու են, հա, այստեղից են կատարվելու։ Կոպիտ ասած մենք հիմա տեսեք, ես գտնվում եմ ստե։ Ես ստուց կատարում եմ հրամաններ։ Նույն բանն է, ոնց որ ինքն է կատարում։ env-ին environment-ներն է set-up անում, expose-ը նշեցի port-ն է set-up անում, հա, ասում է այս port-ով աշխատելու, cmd-ն էսի ոնց որ էսա define default for executing container, այսինքն default-ով, երբ որ դուք այդ բանը image կոդի եք տալու աշխատացնելու եք, ինքը այս հրամանն է կատարելու python 3 main.py։ Կա entry point-ը ու cmd-ն նայեք իրար նման են, հա, բայց իրանք նաև տարբերություններ ունեն։ Так, this is an instruction that enables the configuration of a container to run the container as an executable։ Հեսա իրաց տարբերությունները մի հատ կնայենք էլի։ Տարբեր էլի instruction-ներ կան, օրինակ label-ը սան, չգիտեմ։ Էսի meta information, հա։ Meta information-ը ժողովուրդ նշանակում է ինֆորմացիայի մասին, հա, օրինակ մենք ունենք ինչ որ ֆայլ, իր metadata-ն կոպիտ ասած այդ ֆայլի, ասենք PDF ֆայլ է։ PDF-ի մասին ինֆորմացիան, օրինակ PDF-ը քանի մեկ, ասենք քաշի ինչքան է իր ծավալը, ենթադրենք քանի տող է, իր անունը։ Մի խոսքով այդ ֆայլի մասին ինֆորմացիա է։
Ստեղ էլի տարբեր instruction-ներ կան, ասենք argument, volume-ը բան անում, ուրեմն volume-ը ինքը բան անում, ուրեմն sense կոպիտ ասած storage-ը ստեղծում ձեր Docker ֆայլի համար։ Mount point-ը էլի ստե կոչում էդի։ Էսի նշանակում է, որ դուք երբ որ ձեր կոնտեյները ուրեմն աշխատացնելու եք, ինչ որ տվյալներ, որ ինքը պահելու է, հա, ինքը պահելու է ձեր ուրեմն host-ի վրա, այսինքն չի կորելու։ Քանի որ կոնտեյները ephemeral է, այսինքն կոնտեյները, եթե volume չես նշում, աշխատացնում ես, ինքը աշխատացնելուց հետո ինքը մեռնում է ու իր մեջ data map-ը կորցնում է։ Այս դեպքում դու ոնց որ volume-ի միջոցով կարողանում ես քո data-ն ոնց որ պահել։ Ուրեմն user-ը ժողովուրդ, նայեք, ես դե user չեմ նշել, էսի շատ սխալ է, որ user չեմ նշել իրականում, որովհետև by default-ով երբ որ ես image-ը սկսում է աշխատել, run-ը լինում դառնում է container, իր մեջ ամեն ինչ տեղի ունենում root user-ի հետ, հա, root-ը ամենակարող user-ն է։ Էդի պետք չի որ տենց լինի, էդի security ոնց որ risk է։ Դրա համար դու այս run-ով, այսինքն user-ով ասում ես, որ ոնց որ մի հատ թազա user ստեղծի ու մնացած ամեն ինչ այդ user-ի անվան տակ աշխատացրու, էլի ոնց որ root-ը կարիք չկա։ Հիմա մի հատ հասկանանք ինչ է բանը difference between entry point and CMD. Так. CMD-ն ասում է ինչ որ default command է, հա։ Նայեք, CMD-ն դուք կարող փոխեք, հա։ Entry point-ը դուք չեք կարող փոխեք։ Так. Define, հեսա բերեք օրինակներով հասկանանք։ CMD arguments run container, հա։ Երբ որ docker run my image it ինքը run անում այս CMD-ի հրամանը, ինչը որ գրած է ստե։ Բայց նայեք, հա, CMD-ի դեպքում ժողովուրդ դուք argument կարաք default-ով, այսինքն հիմա եթե մենք docker build անենք, ինքը կատարելու է այս հրամանը, image-ի մեջ ստեղծելու է այս հրամանը, որ հետո երբ որ container-ը run տա, ինքը աշխատացնենք, բայց եթե մենք ուզում ենք էդի override անել, մենք կարող ենք իրան սենց անենք, օրինակ, так, docker run, այս image-ը ու ls ենք տալի, նշանակում է, որ ինքը ls հրամանը չի կատարում, ինքը կատարելու է ls, հա, ոնց որ մենք իրան ասում ենք, այսի փոփոխվողը, այսինքն դու կարաս իրան փոփոխես այս argument-ի միջոցով, հեսա, CMD is completely replaced, entry point-ը ժողովուրդ, entry point-ը նշանակում է անկախ ամեն ինչի տեսի կատարվելու է, հա, դու իրան argument 10 չտաս docker run-ի, ինքը կատարվելու է, հասկանանք ինչա ասում, հիմա որ մենք docker run տանք, ինքը կատարելու է python mypy հրամանը, հա, այսի սրա հետ ոնց որ կապելու է կատարի, եթե դու օրինակ տաս docker run my image test py, ձեր կարծիքով այս ինչա կատարելու, պատկերացրեք test py-ը, այս սրա տեղը test py-ը գրած, ինքը վերցնելու է կատարելու է python հրամանը սենց անենց կատարելու է, պրոստը այս կոդի փոխարեն վերցնելու է այսի որպես argument, հա, CMD-ն փոփոխող է, entry point-ը նշանակում է այն կոպիտ ասած հրամանն է, որը անկախ ամեն ինչից, հա, պետք է ուրեմն բան լինի, կատարվի։ Դա կարակ վերելի անեք։ Ինչա։ Հա։ Ինչ որ հարցեր կա ժողովուրդ։